3 ամիս առաջ կատարված հարցումի բուն կատարվել է ավելի վաղ, բայց 3 ամիս առաջ հրապարակված արդյունքը դեռևս վերջնական չի։ Երկրորդ, ես կպատասխանեմ դեր հարցին մի անհանգստացեք։ Երկրորդ, ես չունեմ բացատրություն, թե ինչի ԱՌԱ-ը չի հրապարակել հանրապետականի կամ պատիվ ունեմի արդյունքները, չգիտեմ, չեմ խոսել հետները, առավոտյան եմ նայել հարցումը, բայց սրանից դուք ունեք իրավունք կասկածով մոտենալ իմ պատասխանին, բայց իրականում այդ վարկանիշը ինձ իրապես չի հետաքրքրում։ 3 չէ առաջի օրվա իմ ասուլիսը եւ գործադիրի հայտարարությունը կարծում եմ հենց դրա մասին էր, որ մեզ հետաքրքրում է մենակ մի բան՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը։ Եկեք իրար հետ մտածենք, պարոն Կիրակոսյան, եթե Հայաստանի առջև առկային ահռելի վտանգներ անվտանգային։ Հիմա լուրջ ես պետք է անհանգստանամ, եթե Աստված մի արածցե Հայաստանը դառնա կենտրոն վարչական շրջանի կամ Երևանի չափ, ես կամ մեր քաղաքական ուժը լինենք առաջին տղան այդ փոքր տարածքում, կներեք դա մեզ չի հետաքրքրում։ Հաջորդը, հիմա հասնում ենք դրան։ Հաջորդը, կապված Փաշինյանի վարկանիշի հետ, որը տենց ուրախ բոլոր կպայականները առավոտվանից տարածում են, խնդիրը կայանում է նրանում, որ իրանք ուղղակի հարցում կարդալ չգիտեն, որովհետև երբ որ այդ թվերը բանաձևով անցում ես անում, դա կհաստատի ցանկացած սոցիոլոգ, բանաձևով անցում ես անում էլեկտորալ ռեյտինգի, ապա Փաշինյանի վիճակը այդքան էլ լավ չի լինում, առնվազն 50-ից պակաս է լինում։ Նորից, դա չի նշանակում, որ այդպես է լինելու։ 3 ամիս դեռևս կա, դեռևս բոլորը չեն հայտարարել, դեռևս ոչ մի ցուցակ հրապարակված չի, դեռևս վարչապետի տեխնացուների կեսն են միայն հրապարակված, բայց այնուամենայնիվ, որ տենց ուրախ տարածում են, դա իրանց վնաս է։ Այս հարցման արդյունքներով սոցիոլոգիական բանաձևերի կիրառմամբ Փաշինյանը 50-ից պակաս է հավաքում։ Եվ ամենակարևորը, սա ավելի շատ մեր անելիքն է։ Տեսակ, որ այդ հարցման մեջ ավելի շատ էին մարդիկ, որոնք թերահավատ էին թրիփին, քան հավատում էին, եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարկանիշը դրա նկատմամբ վստահությունը բարձր էր եւ աճում էր։ Հետևաբար մեզ ընդդիմադիրներից մնում է մենակ մեկ բան՝ մեր սիրելի քաղաքացիներին բացատրել, որ եթե դու հայ առաքելական եկեղեցու, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին ես, դա նշանակում է ավտոմատ, որ դու Փաշինյանին դեմ ես։ Եթե դու ունես վերապահումներ թրիփի հետ կապված, դա ավտոմատ նշանակում է, որ դու Փաշինյանին դեմ ես։ Ուստի այս հարցումները իմ համար ավելի շատ աշխատելու հնարավորությունների եւ ուղղությունների ցույց տվող հարցումներ են, քան թե թվեր։ Իսկ մեր ռեյտինգի մասով ասեցի, մեզ անկեղծորեն դա այդքան էլ չի հետաքրքրում, բայց իհարկե ընդունված է հիմա բոլոր քաղաքական ուժերն են ասում, որ իրենք սեփական հարցումները ունեն, բայց ոչ մեկի համար գաղտնիք չի, որ հանրապետականը տարիներ շարունակ շատ բարձր հաճախականությամբ իրականացնում է հարցումներ եւ վստահեցնում եմ, որ մեր աշխատանքը կազմակերպելիս մենք հիմնվում ենք այդ թվերի վրա։ Այդ թվերը մինչ օրս երբևէ չեն հրապարակվել ու դժվար էլ հրապարակվեն, որովհետև մեզ համար դրանք աշխատանքային փաստաթղթեր են։ Ուստի վերահաստատելով միակ թիվը, որ ինձ այդ հարցումների մեջ հետաքրքրում է, դա թե այդ հարցման արդյունքներով ինչպես կարող ենք հասնել իշխանափոխության։ Չնայած ձեր հարցը չէր լսվել, որտեղ միկրոֆոնը չեք միացրել, դուք կասկած էիք ասում, որ ամեն մեկը իր գրասենյակի տարածքում անում այդ հարցումը։ Հանրապետականի դեպքը դա չի։ Հանրապետականի իրականացրած հարցումները իրենց ներառականությամբ, ընտրանքի ծավալով եւ պրոֆեսիոնալիզմով առնվազն չեն զիջում հրապարակված ոչ մի հարցման, եթե չասեմ ավելին են հաշվի առնելով դրանց պարբերականությունը եւ այն պրոֆեսիոնալներին, որոնք դրանով զբաղվում են։